آجی اینجا کجاست؟ زدن چه بد جایی هم هست. Իսրայելի կողմից Իրանի հրթիռակոծության լուրը ցնցել է միջազգային կառույցներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին ու Իրանին զսպվածության կոչ է արել, խնդրելով դադարեցնել հարձակումը եւ դատապարտել է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում։ Տարբեր երկրների ներկայացուցիչներ հանդես են եկել խաղաղության կոչով, պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել Իրանին եւ Իսրայելին հետ քայլանել եւ անհապաղ նվազեցնել լարվածությունը Իսրայելի հարվածներն անվանելով մտահոգիչ։ Սթարմերի կարծիքով սրացումը տարածաշրջանում ոչ մեկի համար լավ չի լինի, իսկ Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն։ Հիմա զսպվածության, հանգստության եւ դիվանագիտության վերադառնալու ժամանակն է, հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը նշել է, որ մտահոգված են Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության սրացումով։ Նա կոչ է արել կողմերին առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը, ասելով. Առանց այն էլ անկայուն տարածաշրջանում դա հետագա անկայունացման վտանգ է ստեղծում։ Իրանի վրա Իսրայելի ավիահարձակումները դատապարտել են նաև արաբական պետությունները։ Արաբական Միացյալ Էմիրությունները նաև կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել հետագա սրացումը կանխելու համար։ Արտաքին գործերի նախարարությունը շեշտում է առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կարևորությունը հակամարտության խորացման ռիսկը կանխելու համար, ասվում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Օմանն էլ մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության, ինչպես նաև խոչընդոտել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցություններին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է արել տարաձայնությունները լուծել միայն միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան, երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Արտգործնախարարությունը հատկապես ընդգծել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։ Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա տեղի ունեցածը որակելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Սա սադրանք է, որը ծառայում է Իսրայելի տարածաշրջանը ապակայունացնելու ռազմավարական քաղաքականությանը։ Քննադատական այս ֆոնին Իրանը խոստացել է, այս ամենն անպատասխան չի մնա եւ գործի դրել 200 ինքնաթիռ, Թեհրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը եւ կատարվել աղոթք։ Զուգահեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ պատերազմը կտևի այնքան ժամանակ, որքան պետք է։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։